Անահիտ Քնարյան Քաղաքային Մանրապատում Օգոստոսն էր բուրում դեղցի նման հասուն, նա իմ հյուրապետի լիներ մի ողջ գիշեր, կարոտն հավատարիմ իմ ձեռքերն էր լիզում, երբ դուռը թակեցին, նա է եկավ, օ Տեր, դեռ ձեռքս չդիպած դուռն ինքն իրեն բացվեց, գնչուհին էր, վրան կապած մի 4 մանուկ, 1 ռուբլի ասաց, ու բախտդ կգտնես, 3 նոցն առավ ու ես ժպտացի անփույթ, ներող ես սիրո մեջ, տունս 2 սենյականոց բնակարան, չափեցի 10 անգամ, չափչփեցի 100, կարոտն արյան նման զարկում էր մաշկիս տակ, դուռն էլի թակեցին, նա է ուշացումով, և ձեռքս չպարզած դուռը փութով բացվեց, հարևանն էր վարի, ծանոթ դույլով կրկին, թե կարտոֆիլ ունես, իմը քիչ պակասեց, նորից դռան թակոց, չէ նա եկավ, նա է, բայց դուռն արդեն բաց էր, հարևանն էր կողքի, մեր հեռախոսն էլի անջատել են, վարձն ինչ կվճարենք էլի, ձերով փորձեմ, մերսի, երեկոն ավարտվեց, չէ նա չեկավ, չի գա, տագնապի սև մուրճն էր հարցը զարկում քունքիս, ինչ պատահեց նրան, վթար ճանապարհին, ինչ պատահեց Աստված, դու եղիր օգնական, գիշերն էր ավարտվում, երբ լուսումութ ծեքին աղմուկով ծեծեցին դուռը ներս ու դրսից, ցրիչի կաղկինն էր, ձեռքին մի հեռագիր, հեռագիր նշտապ է, ասաց, Մոսկվայից, ներիր իմ թանկագին, գրված էր անչափ կիշտ, ու մեջբերում արված ծանոթ հեղինակից, իսկ աղջիկը լավն է, ախր շատ է լավը, ոչ թե կինոյինը, այլ սա, իմ հետինը, Վարյան,